Սուվար տեղեկացա, որ վերջին շրջանում եղել եք Հնդկաստանում վերապատրաստման, եթե ճիշտ գիտեմ, եւ հիշեցի հայտնի ֆիլմը Կեր սիրիր եւ աղոթիր, Ջուլիա Ռոբերտսն է մարմնավորում գլխավոր հերոսուհուն, ով ֆիլմի ընթացքում էլի գնում է Իտալիա, վայելում է այդ բոլոր համեղությունները, շվայտ կյանքը, հետո գնում է Բալի, Հնդկաստան, այ Հնդկաստանում գնում է իրեն գտնելու, դուք ինչի եք գնացել Հնդկաստան։ Ես գնացել էի ինձ գտնելու շատ ավելի խորը մակարդակներում, որովհետև Հնդկաստանը շատ լավ վայր է եւ իր էներգետիկայով եւ իր դպրոցներով, որովհետև այնտեղ են այսօր կենտրոնացված յոգայի հիմնական դպրոցները։ Այն քաղաքը, որտեղ որ ես էի գնացել, Ռիշիկեշը, այնտեղ շուրջ բոլորը յոգայի դպրոցներ են, այսինքն դա համարվում է նույնիսկ աշխարհում ճանաչվել է յոգայի մայրաքաղաքը։ Եվ այնտեղ դու գնում ես ու վերապատրաստվում ես, ավելի խորն ես ուսումնասիրում յոգան։ Այցելեցի շատ հոգևոր կենտրոններ, շատ տաճարներ, զգացի այնտեղի վիբրացիաները, ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ, շուտով նաև պատրաստվում ենք յոգա տուր կազմակերպել Հնդկաստան, եւ շատ նաև անակնկալներ եղան, հա, օրինակ ես որոշել էի գնայի այդպես ուխտագնացության ինչ-որ մի ձևով եւ այնպիսի ճանապարհներ էի ընտրել, որ նույնիսկ վտանգավոր կլինեն, շատ այդպես անակնկալներով լեցուն, շատ հետաքրքիր էր ինչպես է ես այդ ամեն ինչը, ինչպես է, որտեղ ես լեզու չգիտեմ, ես անգլերեն չգիտեմ, ինչպես է ես այդ ամեն ինչը հաղթարում, ուղղակի հրաշքներ տեղ ունեն, ինչ որ մարդիկ հայտնում են, ինձ օգնում էին, ինչ որ իրավիճակներ լինում, ուղղակի ես դուրս էի գալիս, բայց ասենք մեկ այլ պարագայում շատ այդպես առեղծված է կարող թվալ, շատ երկար կարելի է պատմել Հնդկաստանի մասին։ Ես կարծում եմ, որ ամեն մարդ գոնե մեկ անգամ պետք է Հնդկաստանում լինի։ Հնդկաստանում թե յոգայի մայրաքաղաքում։ Հնդկաստանում։ Հնդկաստանում, որովհետև Հնդկաստանը գիտեք, այնքան այսպես կարա ծայրահեղությունից ծայրահեղություն լինի։ Դու այնտեղ կտեսնես ամեն բան։ Եվ լավ բաներ կտեսնես, եւ վատ բաներ կտեսնես, եւ շատ աղքատների կտեսնես։ Դա կօգնի, որպեսզի դու ինչ-որ բաներ հասկանաս, դա կօգնի, որպեսզի դու աճես։ Այնպես որ ինչքան տեղեր ենք այցելում, ինչքան շատ մարդկանց ենք ճանաչում, իրենց տրադիցիաները, իրենց ուսմունքները։ Ես այնտեղ հանդիպեցի, օրինակ, ընկերացանք այդ տղայի հետ, հա։ Ինքը մոտավորապես 8000 կիլոմետր ոտաբոբիկ դուրս էր եկել ուխտագնացության։ Եկել հասել էր Ռիշիկեշ, մենք Ռիշիկեշում ենք հանդիպել։ Եվ այնուհետև ինքը պետքա գնար Դելհի, մայրաքաղաք է իրենց։ Եվ խոսում ենք, այդ ոնց որ հաջորդ օրը ինքը պետքա մեկներ, էլի ոտաբոբիկ։ Ասում է, դե վաղը ճանապարհ եմ ընկնելու։ Ասում եմ ոտաբոբիկ, ասում է, դե հա 8000 կիլոմետր եկել եմ մինչև Դելհին 300 կիլոմետր, եթե չեմ սխալվում։ Ասում եմ կգնամ սրա եղածն ինչ է։ Ասում եմ ամեն տարի այսպես ես դուրս եմ գալիս։ Շատ հետաքրքիր էր հասկանում եք նմանատիպ մարդկանց հանդիպել, ովքեր իսկապես նվիրված են իրենց պրակտիկային, իրենց ուխտին։ Կարևոր չի նա ում է հավատում։ Կարևորը որ այդ մարդու հետ խոսում ես, բարություն է գալիս իրանից, անկեղծություն է գալիս, հասկանում եք, դրա համար ես կասեմ, որ մարդ նախ մի հատ պետք է լավ մարդ լինի, հա, մաքուր մարդ լինի, հետո նոր խոսենք մնացած իր, այսպես ասած, ձեռքբերումների կամ առավելությունների մասին։